Կոմպրոմատներ ունի Փաշինյանը նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ։ Հնարավոր է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը վախենում է, որ կբացվի իր դեմ ապօրինի ծագմանգույքի բռնագանձման մասին գործը։ Ու դրա համար է ստորագրել կաթողիկոսին դատապարտող հայտարարության տակ։ Սեղմում է Փաշինյանի ձեռքը, նրա հետ պատարակների մասնակցում։ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերին մերժել է Կճոյանի դեմ դատախազության հայցը։ Ժամանակին ներկայացվել է հայցը դատարան եւ եթե չեմ սխալվում, հայցը դիմում մերժվել էր դատարան։ Ես եթե չեմ սխալվում, մենք չենք բողոքարկել։ Ինչու՞։ Արդեն այդ ժամանակվան կանցել էր ձեր կողմը, իսկ ազդակներ չային։ Արդարադատության նախարարը գլխավոր դատախազությունում ապօրինի ծագմանգույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալի պաշտոններ զբաղեցնում այն ժամանակ, երբ դատախազությունը ուսումնասիրում էր Կճոյանին պատկանող գույքը։ Արքեպիսկոպոսին 2023-ին են դատախազություն հրավիրել այդ գործով, թե Կճոյանին պատկանող ինչ գույք է կասկածելի համարել մեղադրող մարմինը, չեն հայտնում դատախազությունից։ Առերևույթ ապօրինի ծագմանգույքի բռնագանձման հայցը 2024-ի սեպտեմբերին մերժել է հակակոռուպցիոն դատարանը։ Ավելի մեծ մեղքի մեջ է ընկել Կճոյանը, եթե շանտաժի զոհ է դարձել ու քրեական գործերով չանցնելու համար համաձայնել է եկեղեցու դեմ մեղանչել։ Ուրանալ իր հորը, ցավով ասում է Հրայր Սարգսակը։ Եթե նույնիսկ ինչ-որ մի բան իրենք գտել են, ինչ-որ մի փաստարկ, որ կարող են դրանով քրեորեն հետապնդվող արարք շանտաժ անել, ու որոշել են դա կարճել այդ ամեն ինչը, որպեսզի իրենցով անեն այդ մարդկանց, ուրեմն ում հանդեպ որ այդ արարքը կատարվել է, այսինքն ներվել է, եթե ինչ-որ մի բան եղել է, որը որ ներվել է, իրենք ավելի մեծ մեղքի մեջ ընկան։ Իրենք ընկան արդեն ուրացության մեղքի մեջ։ Ինչպես է Կճոյանը հավատարմության երդում տվել Փաշինյանին, որ տարիներ շարունակ իրեն փորձում էր խայտառակել։ Բենթլի քշելու իբրև միլիոններ ունենալու եկեղեցին թալանելու համար։ Անընդունելի է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի համար։ Իրենց վարքագիծը անընդունելի է։ Իրենք ուխտ են դրժել, իրենք հավատարմության երդում են տվել, այդ հավատարմության երդումն են դրժել։ Իրենք դեմ են գնացել հայ առաքելական եկեղեցուն։ Իրենք այս պահի դրությամբ իրենց հոգևոր եղբայրները, որ գտնվում են զնդաններում, անազատության մեջ, քրեակատարողական հիմնարկներում, ԱԱԾ պատվալներում, որ ասում են մեր եղբայր, բայց ձեր եղբայրներին հիմա անազատության մեջ են պահում հանիրավի։ Դուք ո՞նց եք այդ քայլին գնում։ Ընդդիմադիր պատգամավորը չի բացառում, որ վարչապետի համար պատարակներ մատուցող, նրա հետ հանդիպող մյուս հոգևորականների դեմ էլ կոմպրոմատներ ունի Փաշինյանը։ Կարաս իշխանությանը չքննադատես, ճամբարափոխ լինես եւ հայտնվես շատ կոմֆորտ զոնայում եւ բոլոր քո նախկինում առերևույթ հանցագործությունները կամ բաները, կոմպրոմատները, մի օրվա մեջ, ասենք, խոսքի բան չեն անում, էլի, ջրվում է։ Եկեղեցին ներսից պառակտելու Փաշինյանական պլանը պետք է ձախողեն հենց հավատացյալները, ասում է Գառնիկ Դանիելյանը։ Ընդդիմադիր պատգամավորի համար օրինակելի են հոգևորականները, որոնք չվախենալով ինչ-որ կոմպրոմատներից նախընտրել են ազատությունից զրկվել, քան շեղվել ճշմարիտ ճանապարհից։ Գայանե Մովսիսյան, Էդգար Ղուշչյան, Առաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։